Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է EBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի վճիռը, ինչ հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։ Արցախի հայաթափումից հետո հիմա էլ սառեցվում են Արցախի անունով բոլոր հաշվեհամարները, ահազանգ է հնչեցրել Արցախի տեղեկատվական շտաբը։ Իշխանական թիմում ոչ բոլորն են քվեարկել Փաշինյանի օգտին, ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները։ Նոր կոչ Ուկրաինային, ովքեր Ժնևում կնստեն բանակցային սեղանի շուրջ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են իբր Ադրբեջանի դեմ սանձազերծած պատերազմը հովանավորելու համար։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, նշելով, որ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Ընտանիքը հիշեցնում է, որ արդեն 874 օր է, ինչ Վարդանյանին ապօրինի պահում են կալանքի տակ։ Նրանց խոսքով ամբողջ դատավարության ընթացքում Վարդանյանը զրկված է եղել արդար դատաքննության հիմնական երաշխիքներից, միջազգային փաստաբանների հետ կապից, անկախ լրատվամիջոցների ներկայությունից եւ իրական պաշտպանության հնարավորությունից։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Չնայած Ռուբենի որպես հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունն ուժ եւ հույս են հաղորդում մեր ընտանիքին։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, որպես ամբողջություն։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Հիշեցնեմ, որ մեղադրող դատախազը Վարդանյանի համար պահանջում էր ՑՄԱ ազատազրկում։ Նշեմ, որ նույն գործընթացի շրջանակում փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել էր նաև Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների եւ ռազմագերիների դատավճիռները։ ՑՄԱ ազատազրկման էին դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայք Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման, հաշվի առնելով նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքը։ Դատարանը Մադադ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 19, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին 16, Վասիլ Բեկլարյանին, Գուրգեն Ստեփանյանին եւ Էրիկ Ղազարյանին 15 տարվա ազատազրկման։ Բաքվից վերադարձած Վագիվ Խաչատրյանին կրկին վիրահատել են։ Վագիվի դուստրը Վերա Խաչատրյանը գործընկերոջս հայտնել է, որ կրկին սրտի վիրահատություն է եղել։ Հիմա լավ է, դեղեր է ընդունում։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը երկրորդ վիրահատությունից հետո դուրս է գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից։ Հիվանդանոցում Սրբազանին ուղեկցել են բժշկական կենտրոնի տնօրենն ու հոգևոր տեսուչը։ Մեքենա նստելուց առաջ Միքայել Սրբազանը շնորհակալություն է հայտնել ու ողջագուրվել Արմեն Չարչյանի, Տեր Հովանեսի հետ։ Լավ է, ասելով բարեկացությունամին չի համար, դերըտպին, նշտարըտ տեղը, էվսի, եգու, զունալ եգու, ես ես մոտում, աստված օգնական, վերջ, լավ եղեք։ Միքայել Սրբազանը 8 ամիս անց վերադարձել է Գյումրի։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ Վերաքննիչ դատարանը բավարարել է Շիրակի թեմի առաջնորդի պաշտպանների միջնորդությունը եւ խափանման միջոց բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Առողջություն Սրբազանին, առողջություն։
Այս զարգացումներին զուգահեռ օնլայն ստորագրահավաք է սկսվել հաջակցություն հայ առաքելական եկեղեցու։ Մարդիկ մտահոգություն են հայտնում Հայաստանի ղեկավարության գործողությունների պատճառով։ Նրանք նշում են, որ իշխանությունը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել հայ առաքելական եկեղեցին եւ պառակտել այն։ Եկեղեցու նկատմամբ ճնշումները նոր թափ ստացան, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր անց դատախազությունը քրեական գործ հարուցեց վեհափառի դեմ եւ արգելեց նրան լքել երկիրը։ Ու հենց դրա պատճառով երեկ Ավստրիայում եպիսկոպոսած հավաքը մեկնարկել է առանց կաթողիկոսի։ Հավիտենաբար մայրաթոռը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Կաթողիկոսությունն ու մայրաթոռի գանձերը Հայաստանից տանելու մասին Փաշինյանի մեղադրանքներին Նաթան Սրբազանն այսպես է պատասխանել։ Վստահեցրել է, հայ հոգևորականներն ու մանավանդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրենիքը երբեք չեն լքի։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իբր օպերատիվ տեղեկություններ ունի, թե եպիսկոպոսների ժողովը այլ երկրում իրականացնելու նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու այն Հայաստանի դեմ գործածելն է։ Այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը։ Արդեն այսօր պիտի կայանար Ավստրիայում հրավիրված ժողովը, որից ընդամենը 2 օր առաջ դատախազությունն արգելեց վեհափառի ելքը հանրապետությունից, նույն վարույթով, որով օրեր առաջ ժողովին մասնակից բարձրաստիճան 6 հոգևորականների համար էր նման որոշում կայացրել քննչական կոմիտեն։ Նրանք ուզում են այդ եպիսկոպոսած ժողովը ցրեն, որպեսզի ինչպես որ եկեղեցու կանոնադրությամբ է ընդունված կամ օրենքով է ընդունված, որ որոշեց եպիսկոպոսած ժողովը կամ ինչ որ որոշեց առհասարակ եկեղեցական ժողովը, այդպես էլ եկեղեցու դիրքորոշումն է կազմվում եւ եկեղեցին լինելով, ինչպես ասեցի, ինքնիշխան պետություն, նույն իրավունքներ ունեցող, ինքը այդ իրավունքներով է շարժվում եւ ինչ որոշում որ կայացրեց իր եկեղեցու մեջ թեմայկալ առաջնորդ կհեռացնի, կարկալուց կանի կամ կփոխի կամ կտեղափոխի, դա արդեն եկեղեցու իրավունքն է։ Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է եպիսկոպոսած ժողովի կարգավիճակը։ Առանց վեհափառի տեղի կունենա եպիսկոպոսած հավաք, որի լիազորությունները նույնպես փոխվում են։ Հավաք եթե լինում է հավաքնել, պիտի ինչ որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում։ Հոգևորականներն անհեթեթություն են որակում Փաշինյանի մեղադրանքները, պնդում են եպիսկոպոսած ժողովում հնարավոր որոշումներն են ուզում կանխել։ Ինչ կքննարկեն եպիսկոպոսներն ու ինչպիսի որոշումներ կկայացնեն, օրակարգը մայրաթոռը չի հստակեցնում։ Միայն հայտարարել են, քննարկելու են եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյանը, ABC Media։ Հայ ազգային կոնգրեսն է հայտարարություն տարածել, շեշտելով, որ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ սահմանազանցություն։ Կուսակցությունը նշում է, որ Փաշինյանը իր ապօրինի գործողություններում ներգրավելով դատական համակարգը եւ իրավապահ մարմինները խարխլում է հայոց պետականության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին։ Հայ ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ դատապարտում սանձազերծված ապօրինություններն ու վեհափառ հայրապետի, մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։ Արգենտինայի հայկական կազմակերպություններն էլ են դատապարտել կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը։ Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցին եւ պետությունը պետք է շարունակեն գործել որպես տարբեր մարմիններ փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության մթնոլորտում։ Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ հրատապ կոչ են կանում Հայաստանի իշխանությանը լիարժեք հարգել հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը եւ ներքին կառավարումը, երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների եւ կուսակցությունների իրավունքները առանց խտրականության եւ հալածանքի, պահպանել դատական համակարգի անկախությունը եւ քաղաքական բազմակարծությունը որպես ժողովրդավարության հիմք, վերականգնել հարգանքը եւ գործակցությունը հայկական սփյուռքի հետ, ընդունելով նրա պատմական դերը եւ անգնահատելի ավանդը ազգի համար։
Երկրում եկեղեցու դեմ ճնշումների ֆոնին իշխանական թիմը փորձում է ցույց տալ, թե ներսում ամեն ինչ վերահսկելի է, սակայն իրենց կազմակերպած քվեարկության արդյունքները ցույց տվեցին իրական պատկերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուների ընտրության առաջին փուլին մասնակցել է 1028 մարդ, որտեղ առաջատարը Նիկոլ Փաշինյանն է 894 ձայնով։ Նրան հաջորդում է Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը եւ Արարատ Միրզոյանը։ Սակայն պարզ դարձավ նաև, որ առնվազն 38 մարդ իր ձայնը չի տվել կուսակցության առաջնորդին։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակի նախնական առաջատարներն արդեն հայտնի են։ Նախնական արդյունքներով առաջատարը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է 894 ձայնով։ Նա շարունակում է մնալ Հայաստանի ամենակննարկվող քաղաքական գործիչներից մեկը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանին ընդդիմությունը մեղադրում է պարտության եւ տարածքային կորուստների համար։ Փաշինյանը մինչդեռ պնդում է, որ այդ որոշումը կանխել է ավելի ծանր հետևանքներն ու խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախը Հայաստան է հայտարարած Փաշինյանը 2021-ին վերընտրվելուց հետո Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Մինչև 2018 թվականը դասախոսական աշխատանքով զբաղված Պապիկյանը Թավշյա հեղափոխության առանցքային երիտասարդ դեմքերից մեկն էր։ Եղել է նախ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ապա հետպատերազմի փուլում ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ Պապիկյանի զինվորական ծառայությունը հարթ չի ընթացել։ Նա ազատազրկման է դատապարտվել հրամանատարին դանակահարելու համար։ Ցուցակի երրորդ տեղում է էկոնոմիկայի նախարարը, նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը։ Պապոյանը մինչև 2018 թվականը անդամակցել է հանրապետական կուսակցությանը, ապա միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրին։ Նախ եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխարինելով Վահան Քերոբյանին։ Չորրորդ տեղում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է 743 ձայնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններից հետո Միրզոյանը հայտնվեց հանրային բողոքի ալիքի կենտրոնում։ Պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Միրզոյանի գործունեությունը կապվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվել էր, որ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է Օմեգա ծածկանունով։ Արարատ Միրզոյանի արձագանքը չէր ուշացել, նա Facebook-յան իր պաշտոնական էջում այդ տեղեկությունը ցնդաբանություն էր որակել եւ շարունակել պաշտոնավարումը։ ՔՊ հնգյակը եզրափակող տեխնացուն Վահագն Ալեքսանյանն է։ 31-ամյա падգամավորը մասնագիտությամբ արաբագետ է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մինչև ՔՊ-ին անդամակցելը ԲՀԿ անդամ է եղել եւ այդ տարիներին տհաճ միջադեպերի կիզակետում հայտնվել բարեգործական նպատակներով մարզեր ուղարկված ալյուրի յուրացման հետ կապված։ Ռուբեն Ռուբինյան քաղաքացիական պայմանագրի շարքերը համալրել է նախքան հեղափոխությունը, եղել է կուսակցության հիմնադիր վարչության անդամ։ 2018 թվականի մայիսին Ռուբեն Ռուբինյանը նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար, բայց 7 ամիս անց դարձավ падգամավոր ու ընտրվեց ազգային ժողովի փոխխոսնակ։ 2021 թվականից հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանագնացն է։ Հեղափոխությունից առաջ մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը ապրել էր Ստամբուլում, հետազոտություն էր իրականացրել Հրանտ-Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում։ Իսկ մինչ այդ սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ Գյումրիից Երևան քայլած հեղափոխականների թվում էր Արայիկ Հարությունյանը։ Նա իշխանափոխությունից հետո նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Հենց նրա պաշտոնավարման օրերին հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց դպրոցական ծրագրից, իսկ բուհ ընդունվելու համար ոչ հումանիտար հոսքերում հայագիտական առարկաները դարձան ոչ պարտադիր։ Իսկ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանը միաժամանակ ընդգրկված է բազմաթիվ պետական եւ մշակութային կառույցներում, Armenpress-ի լիազոր ներկայացուցիչ, Կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, Մատենադարան եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայկ Կոնջորյան մասնագիտությամբ
պատմաբան է, ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ։ Նախ եղել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության երիտասարդական թևի ղեկավարը, ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի անդամ, այնուհետև միացել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը, որտեղ նույնպես իր անունը գրանցվել է հիմնադիրների շարքում։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի սանիկը լինելու հանգամանքը Կոնջորյանին չխանգարեց հեղափոխությունից հետո հեռանալ նրա կուսակցությունից ու համալրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը։ Այժմ նա ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Հումորի բեմից քաղաքական ամբիոն։ Ալեն Սիմոնյանը գործունեությունը սկսել է կոնսերվատորիայի ու Հայում, դարձել Հայաստանի լիգայի չեմպիոն, ապա աշխատել հեռուստատեսությունում որպես դերասան, հաղորդավար ու պրոդյուսեր։ 150 դրամի ակցիաներից քաղաքացիներին անվճար տեղափոխելուց անցումը դեպի քաղաքականություն արագ էր։ Սկզբում աջակցեց Ռաֆի Հովհաննիսյանին, ապա միացավ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած քաղաքացիական պայմանագրին։ 2018-ից հետո դարձավ իշխանության առանցքային դեմքերից, զբաղեցնելով ազգային ժողովի փոխնախագահի, ապա նախագահի պաշտոնը։ Բժշկությունից կառավարություն։ Արսեն Թորոսյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը եւ մինչեւ քաղաքականություն մտնելը ակտիվ մասնագիտական կարիերա ունեցել։ Մինչեւ 2018 թվականը արտագաղթելու որոշում կայացրած Թորոսյանը, սակայն իշխանափոխությունից հետո նշանակվեց նախարար, արագ ներգրավվելով քաղաքական վերնախավում։ Նրա նախարարական գործունեությունը հատկապես համավարակի շրջանում դարձավ սուր քննադատությունների ու բևեռացված գնահատականների թեմա։ Հետո տեղափոխվեց կառավարություն, դառնալով աշխատակազմի ղեկավար, ապա տեղափոխվեց օրենսդիր մարմին, դառնալով падգամավոր, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։ Ներքին զարգացումներին զուգահեռ արտաքին քաղաքական հորիզոնում իրավիճակը լարված է։ Բաքվից եկող հայտարարություններն ու պահանջները ցույց են տալիս իրականություն, որտեղ խաղաղությունը տեղ չունի։ Ալիևը հայտարարել է, որ ստորագրություն չի դինի խաղաղության փաստաթղթի տակ, եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ Այս պայմաններում էլ հարց է առաջանում. հնարավոր է արդյոք կառուցել խաղաղություն, եթե կողմերից մեկը անընդհատ պահանջում է զիջում, փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Ինչ պայմանով կամ ինչի գնով կլինի խաղաղություն, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մյունխենում կայացած այս տարվա անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանը ներկա չէր։ Հակառակ դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն ներկա էր, այլև աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, տեղ-տեղ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցերի հեգնական պատասխաններով։ Հայաստանից հնչած հարցին, թե Երևանի առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը դեռ Բայդենի օրոք է եղել, Ալիևը տվեց հետևյալ պատասխանը. Ինչ վերաբերվում է ձեր այսպես ասած խաղաղության խաչմերուկին, դուք գիտեք, երբ նախագահ Տրամփը վերադարձավ իշխանության, թողարկեց թրիփը, երբ կվերադառնա նախագահ Բայդենը, նա էլ կվերաթողարկի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հասկանալի է համարում Ալիևի ծաղրանքը։ Որովհետև նա այն ժամանակ էլ էր ասում, որ ոչ մի խաղաղության խաչմերուկի մասին խոսք չի կարող գնալ, այնպես էլ շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Փաշինյանը իրան աշխարհի ամենախելոքի տեղն էր ձեր, ինքն ընդհանրապես անունը փոխեց, ասեց՝ լավ, եկեք ասենք ոչ թե Զանգեզուրի Միջանցք, անունը դնենք խաղաղության խաչմերուկ, փորձելով մեզ մատուցել, որ եթե անվանումը փոխում ես, էությունը ինչ որ մի բանով փոխվում է։ Խաղաղության քողի տակ Ադրբեջանը շարունակում է պատերազմը, նշում է ադրբեջանագետը։ Ադրբեջանի համար խաղաղությունը դա ոչ թե ինչ-որ վերջնակետ է կամ նպատակ է, այլ եւս մեկ փուլ է պատերազմը շարունակել, բայց առանց արյան, կոպիտ ասած, առանց պայթյունների։ Մարդիկ նպատակադրվել են ոչնչացնել, զավթել Հայաստանը, վերածել այն արևմտյան Ադրբեջան։ Դրանք այդ ուղղությամբ շարժվում են։ Իսկ թե երբ կստորագրվի եւ ուշ կստանա խաղաղության պայմանագիրը, Ալիևն ունի կոնկրետ պայմաններ, որոնց մասին խոսել է հերթական անգամ։ Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այժմ խոսույթը դարձել է պայման։ Իշխանությունը հայտարարում է, որ գրեթե պատրաստ է նոր սահմանադրության տեքստը, եւ այն, ինչն առաջինը պետք է փոխվի, պարզ է։ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սակայն քաղաքագետը նշում է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր 2021 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ սահմանադրության նախաբանը հանդիսանում է սահմանադրության անփոփոխելի դրույթ։ Այսինքն, տվյալ դեպքում
Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության։ Իսկ ադրբեջանագետ Արմինե Ադիպեկյանը կարծում է, որ սահմանադրության փոփոխությունը մեզ համար կնշանակի անկախությունից հրաժարում, սակայն Ալիևը նման հայտարարություններով պարզապես փորձում է հետաձգել պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը կարող է անգամ հրաժարվել իր սահմանադրությունից, կոպիտ եմ ասում։ Մեկը Ադրբեջանը խաղաղ պայմանագիր չի ստորագրելու, որտեղ Ադրբեջանին խաղաղ պայմանագիր պետք չէ։ Դա ընդհանրապես եւս մեկ պայման է, որ հետաձգի այդ պահը, որտեղ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո դա սահմանափակելու է Ադրբեջանի մանևրների դաշտը։ Խաղաղության օրակարգը նորից փուլ է գալիս Ալիևի հայտարարություններից հետո, նշում են փորձագետները։ Ադրբեջանի նախագահի պահանջները աստիճանաբար ավելանում են, եւ մինչ արտաբերում է խաղաղություն բառը, մրցանակ ստանում Փաշինյանի հետ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներումը բացառված է մնում նրա համար։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբը ահազանգ է հնչեցնում, որ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները։ Խնդիրը բազմիցս ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Օրեցօր ավելանում են նաև սոցիալական խնդիրները։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Մհեր Մելքոնյանի խոսքով Շիրակի մարզում 1 լիտր կաթը գյուղացիներից գնում են 150-ից 160 դրամով, իսկ խանութներում վաճառում են մինչև 900 դրամ, այսինքն մոտ 6 անգամ ավելի թանկ։ Ըստ նրա, այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն, սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան եւ հարվածում է արտադրողին եւ սպառողին։ Այլ պետական քաղաքականության արդյունավետության դրսևորում։ Շիրակի գյուղերում անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհեռանկար գործունեություն։ Գյուղացին աշխատում է գրեթե առանց շահույթի, ինչի պատճառով շատերը մտածում են անասունների գլխաքանակը կրճատելու կամ անասնապահությամբ առհասարակ չզբաղվելու մասին։ Գյուղացու աշխատանքը չի կարելի գնահատել 150 դրամ։ Դա ոչ միայն տնտեսական անհավասարակշռություն է, այլ սոցիալական արդարության խախտում։ Այս ֆոնին էլ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը ներկայացնում է նախաձեռնության Հայաստանի տնտեսական զարգացման 7 առանցքային ուղղությունները։ Դավիթ Անանյանի խոսքով Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ Առատ տեղումներից հետո Երևանի ճանապարհները դարձել են փոսառատ ու վտանգավոր։ Որոշ հատվածներում վարորդները ստիպված են հանկարծակի արգելակել կամ շրջանցել խոր փոսերը, ինչը վթարային ռիսկ է ստեղծում։ Քաղաքացիների բազմահազարանոց բողոքներից հետո թեմային վերջապես անդրադարձել է քաղաքապետարանը, սակայն հարց է առաջանում՝ ով է վճարելու վնասների համար եւ ինչպես կարելի է ստանալ փոխհատուցումը։ Հարցերի պատասխանները Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Անգապրելան, դուք ինչ կասեք։ Դիտավորի Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից Քաղաքապետը մինչդեռ 3-4 օր առաջ էր հանձնարարել զբաղվել փողոցի փոսալցման աշխատանքներով։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենանի հետ տարել։
Շիրակի փողոցը Երևանի ամենավնասված հատվածներից մեկն է։ Հենց այստեղ են բազմաթիվ վարորդներ վնասել իրենց մեքենան եւ սեփական գրպանից 100 հազարավոր դրամներ ծախսել վերանորոգելու համար, բայց չգիտեն ումից եւ ինչպես փոխհատուցում ստանալ։ Ժաննայի մեքենան այս հատվածում փոսն էր ընկել ու վնասվել։ Նա 200 հազար դրամից ավելի գումար է ծախսել։ Դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ, որտեղ դեպքերը շատ տարբեր հատվածներում են նաև եղել, որոշ մասը էջմիածնումը, որոշը մայրուղուն, որոշներն էլ, ինչպես նշեցի, Երևանում Չարբախում են եղել, հայտնի յուղերի խաչմերուկը, երևի բոլոր մարդիկ արդեն գիտեն այդտեղ ինչ ահռելի մեծ փոսեր կան։ Քաղաքապետարանից հայտնեցին, փոսերի հետևանքով վնասված մեքենաների ծախսերը փոխհատուցելու նախադեպ չունեն, բայց ընթացակարգ կա։ Դատարանի որոշում է պետք փոխհատուցումը ստանալու համար։ Դատարանը ոչ իրավաչափ պետք է ճանաչի գործողությունները, կոնկրետ ասենք համայնքի ղեկավարի կամ համայնքի, որի ինչի հետևանքով, փոսն անկել մեքենան, քաղաքացին տուժել է եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այդ ընթացակարգեր է ենթադրում։ Պետք է լինի դատարանի որոշում, նոր տենց նախադեպ ստեղծվի։ Իսկ մինչեւ հիմա տենց բան չի եղել, էլի։ Նախադեպ եղել է, ասում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավարը։ Հիշեցնում է դեպքը, երբ ծառներ ընկել մեքենայի վրա ու վնասել այն։ 3 տարվա դատական պրոցեսի արդյունքում վնասն ամբողջությամբ փոխհատուցվել էր։ Թեև դեպքը փոսերի հետ կապված չի եղել, բայց պատասխանատուն համայնքային իշխանությունն է եղել։ Այդուհանդերձ, ինչ ընթացակարգ պետք է անցնի վարորդը մեքենան փոսում վնասելուց հետո փոխհատուցում ստանալու համար։ Եթե ձեր մեքենան այդ փոսերի մեջ վնասվել է, պետք է ոստիկանությանը հրավիրեք, տվյալ դեպքում բարեկային ծառայությանը հրավիրեք, որպեսզի արձանագրի այն եւ արձանագրելուց հետո դիմեք համապատասխան մասնագետին, որպեսզի պատճառված վնասի գնահատում իրականացնի։ Մասնագետի գնահատականը ստանալուց հետո փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացվի տվյալ վարչական շրջանի ղեկավարի գրասենյակ, որտեղից էլ տրամադրելու են փոխհատուցումը։ Եթե Երևան քաղաքում է, ապա Երևան քաղաքի քաղաքապետարան, եթե մարզերում է կամ եթե միջպետական եւ միջմարզային ճանապարհը դա տարածքային կառավարման նախարարության ներքո է, իսկ եթե այդ գյուղեր շրջանները տվյալ գյուղ շրջան համայնք է։ Մինչ այդ փողոցները շարունակում են մնալ նույն վիճակում։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպություններ պաշտոնական հայտարարությամբ դիմել քաղաքապետարանին, պահանջով անհապաղ սկսել աշխատանքները։ Որոշակի աշխատանքներ սկսել են անել, բայց հիմնական ճանապարհներին այդ համայնքների մեջ եղած ճանապարհներում դեռ առկա է լուրջ խնդիրներ, որտեղ պետք է նույնպես փոխհատուցումը ժամանակավոր իրականացնել, մինչև որ իրենց նախատեսված ժամկետներում սկսեն շինարարական աշխատանքները։ Շիրակի փողոցում աշխատանքներն ըստ վարորդների փետրվարի 16-ի կեսօրից հետո են միայն սկսվել։ Եթե այս փողոցի խնդիրը բարձրաձայնվել է եւ նորոգման աշխատանքների մասին խոսվում է անգամ քաղաքապետարանում, տասնյակ փողոցներ շարունակում են մնալ նույն վիճակում եւ վնասել մեքենաները։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ, նախազգուշացնելով, որ Ժնևում կայանալիք եռակողմ հանդիպմանը սպասում են պարզ արդյունքներ։ Ամերիկյան, ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունները հանդիպելու են փետրվարի 17-ից 18-ը քննարկելու անվտանգության եւ ռազմական հարցեր։ Նույն տեղում Ժնևում այսօր նախատեսված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների երկրորդ փուլը։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ փեսա Ջարեդ Քուշները, իսկ իրանական կողմից կմասնակցի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Միջազգային մյուս տուրերը ռեպորտաժում։ Երեքշաբթի Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ Թեհրանը եւ Վաշինգտոնը կարող են քննարկել Միացյալ Նահանգներին Իրանի բնական պաշարներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, որպես տնտեսական խթան Միացյալ Նահանգների հարձակումը կանխելու համար։ CNN-ի աղբյուրների համաձայն միջուկային համաձայնագրի վերաբերյալ կարող են կնքվել գործարքներ, որոնք քննարկվել են անցյալ տարի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում, այդ թվում Միացյալ Նահանգներին Իրանի նավթի, գազի եւ հազվագյուտանքանյութերի պաշարների զարգացմանը արտոնյալ հասանելիություն տրամադրելը։
Դոնալդ Թրամփը կարևոր է անվանել երեքշաբթի օրը Ժնևում մեկնարկող Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ուզում ենք, որ նրանք գան, ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։ Ռամզան Կադիրովն է հայտարարություն արել։ Նա ասել է, որ ցանկանում է վերընտրվել Չեչնիայի ղեկավարի պաշտոնում, բայց սպասում է Վլադիմիր Պուտինի աջակցությանը։ Տելեգրամի իր ալիքում Կադիրովը գրել է. «Ես կհամաձայնեմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե մեր ազգային առաջնորդը աջակցի դրան»։ Չինաստանը մեծ երկիր է, այն ունի 1 միլիարդից ավելի բնակչություն, աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը, ինչպես նաև միջուկային զենք, ասել է Մարկո Ռուբիոն։ Անդրադառնալով Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերություններին, Ռուբիոն նշել է, խելահեղություն կլինի, որ երկու երկրները չունենան հարաբերություններ։ Միացյալ Նահանգները Հնդկական օվկիանոսում կալանել է Վերոնիկա 3 նավը, որը Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների տակ է հայտնվել իրանական նավթ տեղափոխելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների զինվորականները Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս հետևել են նավին։ Նավը փորձել է շրջանցել նախագահ Թրամփի կողմից սահմանված կարանտինը, ասված է հայտարարության մեջ։ Վերոնիկա 3 նավթատարը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։ Ֆրանսիայի 3 նահանգում հայտարարվել է ջրհեղեղի կարմիր մակարդակ։ Դրանց թվում են Մենելուարը, Ժիրոնդը եւ Լոտե-Գարոնը։ Փարիզում Սենագետի մակարդակը անձրևների հետևանքով եւս բարձրացել է։ Սրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում Լուվրից ոչ հեռու, փակվել են։ Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր։ Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են, 150 մարդ տարհանվել է։ Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել Փոթաքեթում, հենց այն պահին, երբ սառցադաշտում պետք է մեկնարկեր ավագ դպրոցների թիմերի միջև խաղը։ Որոշ տեղեկությունների համաձայն տեղացի տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել 3 երեխաների, ապա ինքնասպան եղել։ Կրակողի դուստրը ավելի ուշ լրագրողներին ասել է, որ իր հայրը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։